Հրապարակ օրաթերթը գրում է. մենք գրել էինք, որ թիմը շատ անհանգիստ է իր առաջնորդի պահվածքով եւ առողջությամբ, նա ակնհայտորեն գունատ է, նյարդային, նիհարած եւ ընկճված տեսք ունի, իսկ 3 օրենսդիր իր ամբիոնից մոտ այնքան անադեկվատ էր, որ ԿՊԱ-ականները չէին հասկանում Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքից է այդքան նյարդային, թե Թուրքիա այցով է անհանգիստ։ 2024-ի բյուջեի կատարողականի եզրափակիչ ելույթում նա անհավանական մարդկային ուղեղի մեջ չտեղավորվող մի շարք հայտարարություններ արեց, որոնք անգամ ԿՊԱ-ականներին էին շփոթության մեջ գցել։ Ասաց. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Մենք այսօր որպես պետություն ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան, քան երբևէ, ավելի պետություն ենք, քան երբևէ։ Իսկ կուլմինացիան անշուշտ այն միտքն էր, որ ինքը ՀՀ լիարժեք վարչապետ է դարձել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, փորձեց մանիպուլացնել, ոչ թե ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, այլ ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, իսկ մինչ այդ ինքը ֆորպոստային երկրի ղեկավար էր։ Իդեպ, այնքան են օրենքը խախտել, որ ԱԺ կանոնակարգի խախտումը սրանց դեպքում ամենաանմեղ բանն է, եթե չեն էլ նկատում։ Երեք ԱԺ նախագահը ոտնահարեց ԱԺ կանոնակարգ օրենքը Փաշինյանին 30 րոպեանոց ելույթի հնարավորություն տալով։ Իսկ երբ օրենքով ընդմիջման ժամ սկսվեց, անգամ հարկ չհամարեց ձևական խնդրել պատգամավորներին, որպեսզի օգտագործեն նաև ընդմիջման ժամից 15 րոպե։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը միանշանակ իր կաշին փրկելու փորձ է, պատմության առաջ արդարանալու փորձ է, ինքը լավ գիտի, որ եթե ոչ հիմա, ապա պատմության մեջ ինքը մնալու է որպես դավաճան, եթե ոչ հիմա լիարժեք գնահատական չի արժանանալու իր վարքագիծը, ապագայում միանշանակ այդ գնահատականը տրվելու է եւ փորձում է այսպես իր համար հիմնավորումներ փնտրել, հա։ Մարդը խոսում է ինքնիշխանությունից, ավելի պետություն լինելուց մի պարագայում, երբ ինքը կորցրել է իր այդ կողմից այդքան չարչրկված ոչ ինքնիշխան պետությունից 12000 քառակուսի կիլոմետրից ավել տարածք։ Սա իհարկե հասարակ մարդու համար կամ մարդու ով մեդիա գրագետ չէ, մանիպուլյացիաների տրվում է, կարող է թվալ, դե այո, երևի թե Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, այսպես կարող են մտածել, որ հիմա վերջապես ազատվեց նա Արցախի խնդրից, հիմա ավելի շատ մանյովրների հնարավորությունի ոչ, ավելի շատ մանյովրների հնարավորություն տալիս էր Արցախը իր դերակատարմամբ Հայաստանի համար եւ աշխարհում չկան իր կողմից այդքան քարոզվող բացարձակ ինքնիշխան պետություններ, ինքնիշխանությունը դա ունեցած հնարավորությունների չափով է լինում, այսինքն չի կարող պետություն, որը ոչինչ չի արտադրում, պետություն, որը որևէ զինատեսակ չի արտադրում, լինել ինքնիշխան։ Ինքնիշխանություն նշանակում է, որ դու պետք է կարողանաս որոշումներ կայացնես անկախ շրջապատող երկրների դիրքորոշումներից եղած հանգամանքներից։ Հիմա Հայաստանը օրինակ կարող է ինքնիշխան որոշում կայացնել, իհարկե տեսականորեն կարող է, բայց կարող է ավելի վատ հետևանքներ բերել, բայց եթե օրինակ զենքը ստանում է Ռուսաստանից, Ֆրանսիայից, թող լինի Միացյալ Նահանգներից, Հնդկաստանից, չէ՞ որ որոշում կայացնելիս այս պետությունների դիրքորոշումները եւս հաշվի են առնվելու, հատկապես եթե դա առնչվում է պատերազմին, զենքին եւ այլն։ Տնտեսության առումով Հայաստանը կարող է, իհարկե կարող է, բայց շատ ավելի վնասներ կբերի, եթե նման ինքնիշխան այսպես կոչված որոշում կայացնի, ասենք, չգիտեմ, փակել Ռուսաստանի հետ սահմանը։ Իհարկե Հայաստանը կարող է նման որոշում կայացնել եւ դառնալ ավելի ինքնիշխան տնտեսական առումով, բայց ավելի մեծ աղետի մեջ կհայտնվի։ Հայաստանը կարող է օրինակ որոշել ինքնիշխան որոշում կայացնել պատերազմ հայտարարել Միացյալ Նահանգներին։ Իհարկե կարող է։ Բայց ինչ կլինի դրանից հետո, դա է շատ կարևոր։ Իդեպ ասեմ, որ պատմության մեջ Միացյալ Նահանգներին պատերազմ հայտարարողներ էլ եղել են, աֆրիկյան առաջնորդներից Մարտակեր Իդի Ամինը առավոտյան պատերազմ է հայտարարել Միացյալ Նահանգներին եւ երեկոյան իր ժողովրդին տեղեկացրել էր, որ այդ պատերազմում իրենք հաղթել են։ Նիկոլ Փաշինյանը կարող է ինքնիշխան որոշում կայացնել, ասենք, հարձակվել Թուրքիայի վրա, չնայած Փաշինյանի ամեն մատին 10 մեխմեխես նման որոշում չի կայացնի, բայց կարող է չէ նման որոշում կայացնել, բայց ինչ կլինի դրանից հետո, դա շատ ավելի կարևոր է, քան ինքնիշխան կայացված որոշումները։